Կախարդական սփռոցը։ Լինում է չի լինում մի թագավոր։ Այդ թագավորը 3 տղա է ունենում։ Փոքր տղան շատ խելոք է լինում։ Ինչ բան որ թագավորն ուզում էր աներ, փոքր տղայի հետ էր խորհուրդ անում։ Մի օր կանչում է փոքր տղային, ասում. «Ձեզ պտի պսակեմ, ինչ կասես»։ Փոքր տղան ասում է. «Թող քո ասածը լինի, այ հեր, համա մեզ պսակելուց առաջ ման արի, որ 3 հարսնացուն էլ մի տանից բերես»։ Թագավորն ասում է. «Որդի, մի տանից 3 աղջիկ շատ կա, համա պիտի իմ հավանածն լնեն»։ Տղան ասում է. «Դու գիտես, թող քո հավանածն լնեն»։ Վեզիրին կանչում են, թագավորն ասում է. «Վեզիր, այսօր իմ պուճուր տղի հետ խորհուրդ եմ արել, որ տղեկից պսակեմ։ Պուճուր տղես ասեց, 3 աղջիկն էլ մի տանից ուզի։ Հիմի վեր գնանք ման գանք, 3 լավ աղջիկ ճարենք մի տանից»։ Վեզիրն ասում է. «Գնանք, թագավորն ապրած կենա»։ Ձի են նստում, ընկնում քաղաքները, որ մի տանից 3 լավ հարսնացու ճարեն։ Ինչքան ման են գալիս, ինչքան տուն մտնում են, իրենց ուզածը չեն ճարում։ «Վեզիր», ասում է թագավորը, «շատ ման եկանք, արի գնանք Ստամբուլ քաղաքն էլ պտտենք ու թողանք ետ դառնանք»։ Գնում են, հասնում Ստամբուլ քաղաք։ Ստամբուլի մեջ էլ շատ են ման գալիս, էլի չեն գտնում։ Ասում է. «Վեզիր, եկել ենք Ստամբուլ, գնանք սրանց թագավորին էլ տեսնենք, նոր թողանք ու գնանք»։ Գնում են Ստամբուլի թագավորի մոտ հյուր։ Թագավորը բերում է հյուրերի համար սեղան գցում։ 3 աղջիկ հյուրերին ուտելիք են մատուցում։ Հաց են ուտում վերջացնում, սկսում են զրուցել։ Ստամբուլի թագավորն այդ թագավորին ասում է. «Ինչ բանի համար եք եկել»։ Ասում է. «Թագավորն ապրած կենա, ես իմ պուճուր տղի հետ խորհուրդ արեցի, որ 3 տղիս պսակեմ։ Ասեց, որ աղջիկ կուզես, 3-ը մի տանից ուզի։ Հիմի դրա համար ենք քաղաք ման գալիս»։ Հետո հարցնում է Ստամբուլի թագավորին. «Թագավորն ապրած կենա, այս աղջիկները, որ հաց են բերում, քո ի՞նչն են»։ Ասում է. «Այս 3-ն էլ իմ աղջիկներն են»։ Ասում է. «Ես 3-ին էլ հավանում եմ, կտա՞ս իմ 3 տղին»։ Ասում է. «3-ն էլ քեզ փեշքեշ»։ Թագավորը ձեռը տանում է գրպանը, 3 հատ մատանի հանում, դնում սեղանի վրա, ասում. «3 աղջկան էլ կանչի գան»։ 3 աղջիկներն էլ գալիս են, թագավորը յուրաքանչյուրի մատին մի մատանի է դնում, ասում. «3-դ էլ ելաք ինձ հարս»։ Նորից կերուխում են անում, շնորհավորում դրանց նշանդրեքը։ Թագավորն ասում է. «Մենք հիմի գնում ենք, մի ամսից հետո տղերքիս կվերցնեմ, կգամ հարսանիք կանենք, հարսներիս կտանեմ»։ Թագավորն ու վեզիրը գնում են իրենց երկիրը։ Տղաները դիմավորում են հորը, գալիս են պալատ։ Թագավորն ասում է. «Աչքներդ լիս, 3-իդ էլ նշան եմ դրել Ստամբուլի թագավորի աղջիկերանց հետ։ Մի ամիս ժամանակ եմ ուզել, որ մեր պատրաստությունը տեսնենք ու գնանք աղջիկերանցը բերենք։ 3 ձեռք աղջկա շոր են կտրում, ամեն սարք ու կարգը հետը, 3 ձեռք էլ տղայի շոր»։ Թագավորն ասում է. «Վեզիր, մի ամիսն անցավ, ժամանակն է գնանք, տղերքին տանենք, մեր հարսներին բերենք, 500 էլ ձիավոր վերցրու հետներս գան»։ Փոքր տղան ասում է. «Այ հեր, բոլորս որ գնանք, այս պալատը ով պիտի պահի»։ Թագավորն ասում է. «Մեկին կդնենք, պահապան կգնանք»։ Ասում է. «Անկարելի է, ես չեմ գա, ես կմնամ, դուք գնացեք բերեք»։ Թագավորն ասում է. «Շատ լավ ես ասում, այ որդի, որ այդպես է, դու կաց»։ «Վեզիր», ասում է թագավորը, 2 տղիս տանենք, այնտեղ պսակենք, պուճուր հարսիս էլ կբերենք, այստեղ կպսակենք»։ Փոքր տղան ասում է. «Որ Ստամբուլից դուրս գաք, կտենաք առաջին մի կարմիր բլուր, տակին մի աղբյուր, որ հասնեք այնտեղ, վեր չգաք, փորձանք կպատահի ձեզ։ Ես շատ եմ ման եկել այդ կողմերը, ամեն տեղն էլ գիտեմ»։ Թագավորն ասում է. «Շատ լավ, այ որդի, ինչպես ասում ես, այդպես էլ կանենք»։ Առավոտը ծեքին ընկնում են ճանապարհ, դափով, զուռնայով գնում են, հասնում Ստամբուլ, թագավորի պալատի առաջ վեր գալիս։ Ստամբուլի թագավորը պատվով, փառքով ընդունում է սրանց, քեֆ ուրախություն են սարքում, ուտում խմում են։ Հետո էլ բերում են աղջիկներին կանգնեցնում, 3-ին էլ հարսանեկան շորեր հագցնում։ 2 տղան գալիս են, 2 հարսի ձեռը բռնում, փոքր աղջիկը մենակ կանգնած է մնում։ Ստամբուլի թագավորն ասում է, որ 2 տղա ունեիր, 3 աղջիկ ինչի էիր ուզում։ Ասում է. «Իմ գլուխը, քո գլուխը վկա, որ 3 տղա ունեմ, պուճուր աղջկանդ էլ պիտի տանեմ, այնտեղ պսակեմ։ Պուճուր տղաս մնաց պալատում, այնտեղ հավատալի մարդ չունեինք»։ 2 տղային պսակում են Ստամբուլի թագավորի 2 աղջկա հետ, փոքրին էլ վերցնում, առավոտը պատրաստվում են ճանապարհվելու։
Ստամբուլի թագավորն ասում է. «Այ խնամի, թող նրանք ճամփա ընկնեն, արի մի ղայֆա խմենք, կգնաս կհասնես»։ Նստում սուրճ են խմում, խոսում են դեսից դենից, էս թագավորն ուշանում է, ասում է. «Դե խնամի, մնաս բարի, ես գնամ հասնեմ»։ Ձեր է տալիս ու ընկնում ճանապարհ։ Հարսանքավորները գնում են, Ստամբուլից դուրս գալիս, կարմիր բլուրի մոտ կանգնում։ Վեզիրն ասում է. «Թագավորն ուշացավ, վեր եկեք չադր խփեք, մինչև թագավորը գա»։ Վրանը խփում են, իջնում են ձիերից, կերակուր եփում, թագավորը գալիս է հասնում, ասում է. «Իզուր եք վեր եկել, չադրը քանդեք, բեռը բարձեք, գնանք»։ Վեզիրն ասում է. «Մութն ընկել է, էս վաղտ ուր գնանք, առավոտը կգնանք»։ Ասում է. «Վեզիր, բա չլսեցիր բուջուր տղես ինչ ասավ, կարմիր բլուրի մոտ չմնաք, փորձանք կպատահի»։ Վեզիրն ասում է. «Թագավորն ապրած կենա, 500 ձիավոր մեր կրտին, ինչի ես վախենում»։ Թագավորը համաձայնում է, ասում է. «Կացեք, որ այդպես է»։ Լույսը բացվում է, առավոտյան վեր են կենում, ինչ տեսնեն։ Մի աժդահա վիշապ վրանի շուրջը փաթաթվել, 4 բոլորը կտրել է, մտածում են ինչ անեն։ Վեզիրն ասում է. «Սպանենք անց կենանք»։ Վիշապն ասում է. «Ինչ մտքի եք, ուզում եք պոչս պտտեմ, ձեզ էլ 500 ձիավորին էլ վերջացնեմ»։ Թագավորի բուջուր տղի խաթեր ձեզ խնայում եմ։ Թագավորն ասում է. «Ճանապարհ տուր գնանք»։ Վիշապն ասում է. «Քո բուջուր տղին պիտի տաս ինձ, այդ պայմանով ձեզ կթողեմ գնացեք»։ Ասում է. «Կտամ»։ Վիշապն ասում է. «Հիմի ձեզ ճանապարհ կտամ, գնացեք, միայն թե բուջուր տղիդ նշանածը պիտի մնա ինձ մոտ, ամանաթ, մինչև տղիդ ղրկես»։ Թագավորը համաձայնում է, վիշապը ճանապարհ է տալիս, ամենքն էլ անց են կենում, փոքր տղայի նշանածը մնում է մոտը։ Հարսանքավորները մոտենում են թագավորի քաղաքին, լուր են տալիս փոքր տղային. «Աչքդ լիս, թագավորն եկավ»։ Տղան վեր է կենում, մի 100 ձիավորով գնում թագավորին ընդառաջ։ Թագավորը, որ տղային տեսնում է, լաց է լինում։ Տղան ասում է. «Թագավորն ապրած կենա, փոխանակ ուրախանալու, ինչի ես լաց լինում»։ Ասում է. «Նրա համար, որ քո պատվերը չպահեցինք, ես դրանց ճանապարհ գցեցի, խնամի թագավորի հետ մի քիչ զրույց արեցի, ետացա։ Եկա, տեսա, քո ասած կարմիր բլուրի մոտ վեր եկել, չադր են տվել, նեղացա, ասեցի բարձեք գնանք»։ Վեզիրն ասեց. «Ինչի ես վախենում, գիշերը մնանք էստեղ, առավոտը գնանք»։ Ես էլ համոզվեցի, գիշերը մնացինք, առավոտը վեր կացանք, տեսանք մի աժդահա վիշապ չադրի 4 կողմը բոլորել է։ Ուզեցանք վիշապին սպանենք անց կենանք, վիշապն ասեց. «Ինչ ես անում, ուզում եք, որ պոչս պտտեմ, ամենքիդ էլ սպանեմ»։ Ձեզ բաշխեցի թագավորի բուջուր տղի խաթեր։ Ասեցի ճանապարհ տուր գնանք, ասեց ճանապարհը կտամ, համա քո բուջուր տղին պիտի տաս ինձ, ես էլ խոստացա։ Ամենքից թողած, եկանք քո նշանածին պահեց մոտը ամանաթ, այդ պատճառով եմ լաց լինում։ Փոքր տղան ասում է. «Իսկի էլ լաց մի լինի, երբ որ մեռնեմ, այն ժամանակ լաց կլինես, հիմի քեֆ արա»։ Այսպես քեֆ ուրախությունով հարսներին բերում են տուն, 2 օր էլ հարսանիք են անում։ Փոքր տղան մի քանի օր հետո գալիս է հոր մոտ ասում. «Թագավորն ապրած կենա, էս քո պալատը, էս էլ քո հարսները, ես գնամ վիշապի հավարին»։ Թագավորն ասում է. «Մի գնա, վիշապը քեզ կվնասի, արի մի գնա, ինչ է, լավ է լավ»։ Ես իմ գնալու դարդը չեմ, այհեր, դու Ստամբուլի թագավորի առաջ ամոթով կմնաս։ Փոքր տղան ընկնում է ճանապարհ, գնում հասնում է վիշապին։ Վիշապն ասում է. «Բարով ես եկել, այ տղա, իմ աչքին, իմ գլխին, տեսնում ես նշանածիդ ոնց եմ պահել, ինչ որ ասեմ, պիտի ինձ ականջանես, որ քո նշանածը տամ տանես»։ Ասում է. «Ասա, քո ծառայության տակ եմ»։ Ասում է. «Դե արի գլխիս նստի»։ Տղան գալիս է վիշապի գլխին նստում, ասում է. «Ականջներիցս բռնի, չվախենաս, քեզ պիտի բարձրացնեմ երկինք»։ Վիշապը թռչում է դեպի երկինք, պտտում է, պտտում ու տղային երկնքի 7 շերտն է հանում։ Ասում է. «Մտիկ արա աջ կողմիդ վրա»։ Ասում է. «Մտիկ եմ անում»։ Ինչ է երևում։ Քաղաք է երևում, ծառ է երևում։ Ասում է. «Էդ Չինմաչին թագավորի քաղաքն է, օխտը հարկանի պալատը երևում է»։ Ասում է. «Երևում է»։ Պալատի առաջին միջինարի ծառ կա, երևում է։ Երևում է։ Ասում է. «Վերևում մի աղջիկ է պտտում, երևում է»։ Ասում է. «Երևում է, կարմիր շոյերը հագած պտտում է»։
Վիշապը մի քանի անգամ էլ պտտում է, հետո իջեցնում գետնին։ Ասում է, դե գնա, այն աղջիկը բեր ինձ համար, քո նշանածը կտամ քեզ։ Մի հատ սփռոց է տալիս, ասում է, «Էս սուփրան կտամ քեզ, ինչ վաղ ծովածանաս, կասես սուփրա բացվիր, եւ ինչ սիրտդ ուզի սուփրի մեջ կգտնես»։ Տղան վերցնում է այս սփռոցը, ընկնում ճանապարհ, գնում, շատ ու քիչը ինքը գիտի, գնում է հասնում մի տեղ, տեսնում է երկու դև են գալիս, բռնում են տղային, ասում. «Վաղուց է իսանի միշտ չենք կերել»։ Տղան ասում է. «Ես ձեզ որ կշտացնեմ ինձանից ձեռքը քաշեք»։ Ասում են, որ մեզ կշտացնես, քո մուրազն էլ կկատարենք։ Ասում է, ինչ կուտեք։ Ասում են, օխտը հատ գոմեշ հազիվ մեզ կշտացնի։ Տղան սփռոցը հանում է, ասում, սուփրա բացվիր, օխտը հատ գոմեշ եմ ուզում։ Սփռոցը բացվում է, 7 հատ գոմեշը միջին։ Դևերը հասնում են գոմեշներին մաս անում, խժռում, մի կտոր էլ չեն թողնում միջին, բոլորը ուտում են։ Ուտում պրծնում են, տղային հարցնում, ուր ես գնում։ Չին մաչին եմ գնում։ Տանում են իրենց սահմանը անցկացնում, մի հատ մազ են տալիս տղային, ասում. «Նեղ տեղ ընկնես, մազը կրակ տուր»։ Տղան ճանապարհ է ընկնում, գնում, տեսնում է մի զորք է գալիս, ոչ ծայր ունի, ոչ վերջ։ Մոտենում է, տեսնում բոլորը ձիավոր մրջուն են, կապիկների զորքի դեմ կռվից հետ են դարձել, գալիս են այդ տղին բռնում, տանում իրենց թագավորի մոտ։ Մրջյունի թագավորն ասում է. «Տարեք կերեք, ինչի եք բերել»։ Տղան ասում է. «Թագավորն ապրած կենա, ձեզ որ կշտացնեմ, ինձանից ձեռքը քաշեք»։ Ասում է, որ կշտացնես, ձեռք չենք տա։ Ձեր կերածն ինչ է։ Մեր կերածը ցորեն է, գարի ու կորեկ։ Ասում է, ինչքան կուտեք։ Ասում է, 100 խալվար կուտենք։ Սփռոցը հանում է, ասում, սուփրա բացվիր, 100 խալվան ցորեն, գարի ու կորեկ բեր։ Ամբողջ ուզածը գալիս է լցվում, մրջյունները կուշտ ուտում են։ Մրջյունի թագավորը հանում է, մի թել է տալիս տղային, ասում, հենց որ նեղն ընկնես, կփաթաթես մատիդ, քեզ կհասնենք։ Վերցնում են տղային ճանապարհ գցում։ Տղան գնում, տեսնում է մի զորք է գալիս, սկիզբ ու վերջ չկա։ Մոտենում է, տեսնում, բոլորը կապիկ են, մրջյունների հետ կռվել են ու ետ են գալիս։ Այդ տղային բռնում, տանում են իրենց թագավորի մոտ։ Կապիկների թագավորն ասում է. «Ձեզ փեշքեշ է, տարեք դրան, ինչ անում եք արեք»։ Տղան ասում է, որ ձեզ կշտացնեմ, ինձանից ձեռքը քաշեք։ Ասում է, քեզ ձեռք չենք տա, հլա շնորհակալ կլինենք։ Ձեր կերածն ինչ է։ Մեր կերածը նուշ, ընկույզ ու կաղին։ Ինչքան կուտեք, հարցնում է տղան։ Կուտենք 60 խալվար։ Սփռոցը հանում, ասում է, սուփրա բացվիր, 60 խալվար նուշ, ընկույզ ու կաղին կուզեմ։ Ինչ որ ուզել էր գալիս լցվում է, կապիկները ուտում են, շփշփալով շնորհակալ լինում տղայից։ Կապիկների թագավորը հանում է 2 մատանի տալիս տղային։ Մեկը այս ձեռի մատին է դնում, մեկը այն ձեռի մատին, ասում է. «Այս մատանին ջրում դնես կսառի, այն մեկը դնես կհալի»։ Տղային ճանապարհ են գցում, գնում, հասնում է Չինմաչին քաղաքը։ Տեսնում է մի վարար ջուր է գնում քաղաքի կողքով։ Վրան էլ կամուրջ չկա, որ անցկենա։ Միտք է անում, Մեյմունի թագավորը էսենց էր ասում, մատանին փորձեմ տեսնեմ։ Մատանին դնում է ջրի մեջ, ջուրը սառում է, վրայով անց է կենում այն կողմը, էմի մատանին է դնում ջրի մեջ, ջուրը հալվում է։ Տղան այստեղից գնում է, հասնում մի քաղաք, ման է գալիս, մի պառավ է պատահում, ասում է. «Նանի, տեղ չես տա, գիշերը մնամ»։ Պառավն ասում է. «Աչքիս վրա, որդի, համեցեք տուն»։ Տղան տուն է մտնում, սփռոցը հանում է, ուտելիք է ուզում, ամեն տեսակ ուտելիքներ լցվում են սեղանին։ Պառավը զարմանում է, հաց են ուտում ու զրուցում։ Տղան հարցնում է. «Նանի, էս ո՞ր քաղաքն է»։ Ասում է. «Չինմաչին թագավորի քաղաքն է»։ Ինչ տեսակ մարդ է այդ Չինմաչինի թագավորը, հարցնում է տղան։ Ասում է. «Լավ մարդ է, մի մինուճար աղջիկ ունի, ով գալիս է, այդ աղջիկն ուզելու դժվար խնդիր է տալիս, ով չկարած տակից դուրս գա, գլուխը կտրում է։ Այդ մեկը վատ է անում։ Մի տղա էլ ուներ, այդ պատճառով հակառակվեց թագավորին, գլուխն առավ, գնաց կորավ»։ Տղան ասում է. «Նանի, ես կարամ նրա խնդիրները գտնեմ»։ Ասում է. «Որդի, նրանից ձեռ վեր կալ, որ ինձ լսես չես գնա, այնքան մարդի գլուխ է կերել»։ Տղան ասում է. «Նանի, այսքան ճանապարհ եմ եկել, ինչ ուզում է լինի, պտի գտնեմ»։
թե խնդիրները գտա, աղջիկը կտանեմ, թե չգտա, գլուխս թող կտրի։ Պառկում են, ասում է. Նանի, առավոտը ինձ շուտ վեր կացրու։ Առավոտը լուսանում է, պարավը տղային վեր է կացնում։ Տղան գնում է թագավորի դռանը կանգնում։ Դռնապանը հարցնում է. ով ես, ինչ ես ուզում։ Ասում է. ես թագավորի հետ գործ ունեմ։ Գնում են թագավորին իմաստ տալիս, ասում են. մի տղա է եկել, քեզ հետ գործ ունի։ Ասում է. կանչեք ներս գա։ Տղային բերում են թագավորի պալատը, 7 անգամ գլուխ է տալիս, վրա ութին ձեռքերը կրծքին է դնում, կանգնում։ Հե, ասում է, ինչ է ասելիքդ։ Իմ ասելիքներն է, թագավորն ապրած կենա, որ եկել եմ աղջիկդ ուզեմ, ասում է տղան։ Ասում է. այ տղա, դու ափսոս ես, ոնց եկել ես, այնպես էլ գնա, քո արունքի տակ չմտնենք։ Տղան ասում է. թագավորն ապրած կենա, բան չկա, նրանցից լավը չեմ, ես էլ եմ եկել քո աղջկա համար։ Ասում է. ես խնդիրներ ունեմ, պիտի գտնես։ Տղան ասում է. քո խնդիրներին պատրաստ եմ, կգտնեմ ու աղջիկդ կտանեմ։ Թագավորը նազիր վեզիրին կանչում է, պալատականներին հավաքում, չինարի ծառի տակ նստեցնում։ Լիք բաժակով ջուր է բերում, տալիս տղային, 4 հատ ոսկե սինի է դնում ծառի 4 բոլորը, ասում. Նազիր վեզիր, լավ նայեք, այս տղեն ջրով լիքը բաժակը ձեռը, պիտի բարձրանա ծառը վեր գա, թե ջուրը չթափի, աղջիկս իրենն է, որ թափեց, գլուխը կտրելու եմ։ Տղան ծառին է մոտենում, մատանին թաթախում է ջրի մեջ ու բարձրանում ծառի գլխին նստում։ Թագավորն ասում է. վեր արի, լավ բարձրացար։ Գալիս նայում են, տեսնեն սինու վրա ջուր թափվել է, թե չէ, տեսնում են 2 կաթիլ ջուր կա սինու վրա, տղան քրտնել էր 2 կաթիլ ջուր էր ընկել։ Թագավորն ասում է. տղա, վեր արի, քո վերջն եկավ, թափվել է ջուրը։ Տղան իջնում է ծառից, բաժակը տանում է տալիս թագավորին։ Թագավորը հրամայում է. դահիճ, տար սրա գլուխը կտրի, ջուրը թափվել է։ Ոչ, ասում է տղան, քրտինքս է կաթել։ Ասում է. անկարելի է, ջուրը թափվեց։ Նազիր վեզիրը մոտենում են, մատը տալիս են սկուտեղի միջի ջրին, ասում են. ճիշտ է, քրտինք է։ Ասում են. այ տղա, գնա առավոտն արի, այսօր պրծար։ Տղան գնում է պարավի տուն, պարավն ասում է. այ իմ աչքերը քորանան, արի, նստիր։ Լուրը հասնում է թագավորի աղջկան, թե մի տղա բաժակը ձեռին ծառը բարձրացավ, ջուրը չթափեց։ Առավոտը լուսանում է, տղան էլի գնում է թագավորի պալատը։ Թագավորին ասում են տղեն եկել է։ Թագավորն ասում է. 30 փթանոց 2 պղինձ լիքը եղլը կլցնեք, կտանեք, կդնեք մի օթախի մեջ, կասեք, այս գիչեր մինչև լիսը պիտի ուտես, որ չուտես թագավորը քո գլուխը պիտի կտրի։ Այդպես էլ անում են, տղան մի կտոր ուտում է, սիրտը տրորվում է, ասում է. թագավորը գլուխս պիտի կտրի։ Հանկարծ միտն են ընկնում դևերը, մազը կրակին է տալիս, թե չէ, մեկ էլ տեսնում է դուռը ճռռացնելով 2 դև ներս մտան։ Հը, թագավորի տղա, ինչ է պատահել, ասում են։ Ասում է. տեսնում եք այս պղինձները, ձեզ կանչեցի, որ դրանց միջի եղն ուտեք։ Ասում են. այս 40 տարի է եղի համ չենք տեսել, մռութները կախում են մեջը, 2 պղինձն էլ մաքրում, լիզում։ Դրան գնում են, թագավորի տղան հանգիստ քնում է։ Առավոտը լուսանում է, թագավորը վեր է կենում, նազիր վեզիրին կանչում, ասում. Էն բանիցը պրծավ 60 փուտ եղը 1000 հոգի չեն կարող ուտի։ Նա մենակ ոնց պիտի ես գիշեր ուտի վերջացնի, գնացեք բերեք գլուխը կտրեք։ Գնում են տղային վեր կացնում, բերում թագավորի մոտ։ Ասում է. տղա, 3 պրծար, այսօր ինչ ես ասում։ Ասում է. այսօր էլ կպրծնեմ եկուցել։ Գնում են տեսնում կերել, պղինձները մաքուր սրբել է։ Թագավորն ասում է. գնացեք օթախը նայեք, պահած կլինի, գտեք բերեք։ Գնում են ման գալիս, բան չեն գտնում։ Գալիս են ասում. բան չկա, թագավորն ապրած կենա։ Թագավորն ասում է. գնա դինջացի իրիկունն արի տղա։ Լուրը հասնում է թագավորի աղջկան։ Այդ աղջիկը զարմանում է։ Տղան գնում է պարավի մոտ հանգստանում, իրիկունը վեր է կենում գալիս։ Թագավորին ասում են տղան եկել է։ Թագավորը նազիր վեզիրին կանչում է, ասում. 10 խալվար հատիկ չափեք, բերեք խառնեք իրար, օթախի մեջտեղ կիտեք։ Հետո բերում են տղային, հրամայում է. Այս կորեկը, այս գարին, այս ցորենը իրարից պիտի ջոկես, որ առավոտը չափեմ։ Թե ջոկեցիր, աղջիկս տարար, թե չջոկեցիր, գլուխդ անպատճառ պիտի կտրել տամ։
Տղան մի բուր վերցնում է, որ ջոկի, կորեկի մի հատը ընկնում է մի պուճախը, մի հատ ցորենն էլ մյուս պուճախը, ասում է՝ «Մինչև լիս մի բուր չեմ կարա ջոկի»։ Հանկարծ մրջյուններին է հիշում, թելը հանում է փաթաթում մատը, մեկ էլ տեսնում է դուռը ճռռացրին, մրջյունները եկան թափվեցին ներս։ Հը, ինչ է պատահել, թագավորի տղա, ասում են մրջյունները։ Ասում է՝ խնդրում եմ, էս գարին, էս ցորենը, էս կորեկը ջոկեք, համա չուտեք, ձեր բաժինը հետո կտամ կուտեք ու կգնաք։ Ինչքան մրջյուն կար, Մասիսից մինչև Արագած գալիս են, հա գալիս, ջոկում են ցորենը մի կողմ, գարին մի կողմ, կորեկը մի կողմ, մի հատ էլ չեն թողնում։ Տղան դուրս է գալիս այդ սենյակից սփռոցը հանում, մրջյունների համար ցորեն կորեք ուզում, գալիս են ուտում, լիանում ու գնում։ Ինքն էլ գլուխը դնում է ցորենի վրա, հանգիստ քնում։ Լույսը բացվում է, թագավորը վեր է կենում, նազիր վեզիրին կանչում, ասում. «Դե հիմի բերեք տղի վիզը կտրեք»։ Գնում են տղային վերցնում, բերում։ «Վիզը զարկեք», հրամայում է թագավորը։ Տղան ասում է՝ «Թագավորն ապրած կինա, ինչ ես իմ վիզը կտրում, ես ջոկել եմ, մարդ ղրկի գնա տեսնի»։ Գնում են տեսնում հաստատ որ ջոկված է, չափում են, ճիշտ է դուրս գալիս։ Թագավորն ասում է՝ «Տղա, գնա առավոտն արի»։ Լուրը հասնում է թագավորի աղջկան։ Թագավորի աղջիկն ասում է՝ «Տեսնես, էն տղան որտեղ է մնում»։ Ասում են՝ «Մի պարավի տանն է մնում»։ Թագավորի աղջիկը իր աղախնին մի բուր ոսկի է տալիս, ասում. «Բիրանիցդ բան չհանես, կգնաս պարավի տուն, պարավին կասես, էդ տղին աղջկաշորեր հագցնի, իրիկունը բերի ինձ մոտ»։ Էդ աղախինը վազեվազ գնում է պարավի տուն, պարավին ասում է. «Թագավորի աղջիկն ասում է, թող էդ տղին աղջկաշորեր հագցնի, բերի ինձ մոտ»։ Պարավը իրիկունը տղային աղջկաշորեր է հագցնում, վերցնում տանում թագավորի պալատը։ Դռնապանը դուռը բաց չի անում։ Ասում է՝ «Իմ աղջիկը տանում եմ թագավորի աղջկանից ուսում առնի»։ Ասում է՝ «Խալխը ցերեկն է բերում, դու գիշերն ես բերում»։ Ասում է՝ «Հիմի պարապեի բերեցի»։ Դե ասում է՝ «Տար»։ Վերցնում է տանում թագավորի աղջկա մոտ, ասում. «Իմ աղջկան ինչ կսովորեցնե սովորեցրու, գիշերը չի կարա այստեղ մնա»։ Թագավորի աղջիկը հրամայում է ամեն ղարավաշ գնա իր սենյակը, անփորձ աղջիկ է, խոսեցնեմ տեսնեմ ինչ կա։ Դառնում է տղային, ասում. «Դու այդ խնդիրները որ իմացար, էգուց էլ կարաս իմանաս»։ Ասում է՝ «Չեմ իմանում, էգուց ինչ խնդիր պիտի տա»։ Ասում է՝ «Լավ լսիր, էգուց 40 աղջիկ պիտի բերի, 40 ձեռք սև շորեր հագցնի, սև ձիերի նստեցնի, սև քողերը պիտի գցի գլխներին, շարքով կանգնեցնի, քեզ պիտի հարցնի, իմ աղջիկը ո՞րն է։ Ներքևի կողմիցը կհաշվես 19, 20-ը ես եմ, չշշկլես»։ Կանչում է պարավին. «Պարավ, արի քո աղջիկը վեր կալ տար, էգուց իրիկուն էլի բեր»։ Լույսը բացվում է, տղան գնում է թագավորի մոտ։ Թագավորը նազիր վեզիրին կանչում է, ասում. «Գնացեք 40 աղջիկ բերեք, 40 սև ձիերի նստեցրեք, սև շորերը հագցրեք, սև քողերը գցեք գլխներին»։ Գնում են այդպես անում, շարքով կանգնեցնում։ Տղային հրամայում է. «Սրանց միջից պիտի գտնես, թե իմ աղջիկը որ մեկն է»։ Տղան մտքի միջին հաշվում է 19, գնում է ճիշտ 20-ի ձիու սանձը բռնում է, ասում է. «Էս է քո աղջիկը»։ «Տղա», ասում է թագավորը, «գնա առավոտն արի»։ Տղան գնում է պարավի տուն, ասում. «Նանի, աղջկաշորերը հագցրու ինձ տար թագավորի աղջկա մոտ»։ Տանում է։ Թագավորի աղջիկն ասում է. «Տղա, էգուց էլ կարմիր ձիերը կնստենք, կարմիր շորերը կհագնենք, կարմիր քողերը պիտի գցենք գլխներիս, ամենից վերջը ես կկանգնեմ, կգաս իմ ձիուսանձը կբռնես»։ Տղան վեր է կենում, գալիս պարավի տուն։ Առավոտը գնում է թագավորի պալատ։ Թագավորը իր նազիր վեզիրի հետ դուրս է գալիս, հրամայում. «Գնացեք 40 աղջիկ բերեք, կարմիր ձիերին նստեցրեք, էստեղ շարքով կանգնեցրեք»։ Այդպես էլ անում են։ Ասում է. «Այ տղա, իմ աղջիկը ո՞րն է»։ Տղան գնում է, վերջին ձիավորի սանձը բռնում, ասում է. «Էս է քո աղջիկը, թագավորն ապրած կենա»։ Ասում է. «Տղա, էսօր էլ բրծար, գնա էգուց արի»։ Տղան գնում է պարավի տուն, աղջկա շորերը հագնում, գնում թագավորի աղջկա մոտ։ Թագավորի աղջիկն ասում է. «Էգուց էլ սպիտակ ձիերը կնստենք, սպիտակ շորեր կհագնենք, սպիտակ քողերը կգցենք գլխներիս, ամենից առաջը ես կկանգնեմ, կգաս ձիուսանձը կբռնես, կքաշես թագավորի առաջը, կկանգնեցնես»։
Տղան վեր է կենում, գալիս պառավի տուն, լուսանում է, առավոտը գնում է թագավորի պալատ։ Թագավորը դուրս է գալիս հրամայում. գնացեք 40 աղջիկ բերեք, 40 ձեռք սպիտակ շոր հագցրեք, սպիտակ ձիերը նստեցրեք, սպիտակ քողերը գցեք գլխներին, այստեղ շարքով կանգնեցրեք։ Այդպես էլ անում են։ Թագավորը ասում է. իմ աղջիկը ո՞րն է, դե գտի բեր։ Տղան գնում է առաջի ձիավորի սանձը բռնում, քաշում բերում թագավորի մոտ, ասում. թագավորն ապրած կենա, էս էլ քո աղջիկը, 6 օր է ինձ տանջում ես, ես իմ կյանքը չխնայեցի քեզ համար, դու էլ քո աղջկան չպետք է խնայես ինձ համար։ Թագավորը հրամայում է աղջիկներին, բոլորն էլ ձիերից վեր են գալիս, ասում է քողներդ երեսներիցդ վեր կալեք, այդ տղին վերցրեք, տարեք պալատը։ Թագավորը գնում է տղայի մոտ, հարցնում. դու ի՞նչ տղա ես, իմ գաղտնիքները ոչ մեկն էլ չի իմացել, դու 6-ն էլ ո՞նց իմացար։ Ասում է. ես էլ թագավորի տղա եմ, եկա քո աղջիկն ուզելու, Աստված հաջողեց 6-ն էլ իմացա։ Ասում է. այ տղա, արի քեզ պսակեմ իմ աղջկա հետ, մնա ինձ մոտ։ Տղան ասում է. խնդրում եմ, ինձ ճանապարհ գցես, իմ պսակը իմ հերն էլ կանի։ Ասում է. դու գիտես։ Առավոտը զորք ու զորապետով, մեծ հարստությամբ թագավորը աղջկան ու տղային ճանապարհ է գցում։ Տղան ասում է. թագավորն ապրած կենա, ոչ մի բան էլ ինձ պետք չէ, մենակ 2 ձի տուր, նստենք գնանք։ Թագավորն ասում է. այ տղա, քեզ մի խնդիրք ունեմ, 25 տարեկան իմ տղան կորել է, ամեն բան դու գիտես, դու կարող ես իմ տղային գտնես, որ գտար բերեցիր, իմ թագավորությունը քեզ հալալ լինի, դե բարի ճանապարհ, գնացեք։ Տղան ու աղջիկը գալիս են հասնում կապիկների երկիրը, գնում են սրանց թագավորի մոտ։ Թագավորն ասում է. բարով եկար, այ տղա, մեզ կշտացրու, քեզ ճանապարհ գցենք։ Տղան սփռոցը հանում է, դրանց կշտացնում։ Կապիկները տղային ու աղջկան ճանապարհ են գցում։ Գնում են ձիավոր մրջյունների երկիրը հասնում, գնում են սրանց թագավորի մոտ։ Թագավորն ասում է. բարով ես եկել, այ տղա, մեզ կշտացրու, քեզ ճանապարհ գցենք։ Այստեղ էլ տղան սփռոցը հանում, դրանց կշտացնում։ Դրանք էլ տանում են իրենց սահմանից հանում, ղրկում դևերի երկիրը։ Դևերը գալիս են ասում. հա, թագավորի տղա, մուրազիդ հասար, սոված ենք, մեզ կշտացրու, քեզ բարի ճանապարհ։ Սփռոցը հանում է, ասում 10 գոմեշ լինի միջին, 10 գոմեշ գալիս են կանգնում, դևերն ուտում են, լիանում։ Դևերը վերցնում են տղային ու աղջկան, տանում իրենց սահմանից անցկացնում։ Տղան ու աղջիկը գնում հասնում են վիշապին, որի մոտ տղայի հարսնացուն էր պահտված։ Վիշապն ասում է. այ տղա, ինչի այդքան ուշացար։ Ասում է. հազիվ որ բերեցի, շատ չարչարանք քաշեցի։ Ասում է. այդ աղջիկը թող մնա ինձ մոտ, դու գնա քո նշանածին բեր, հրեն է այնտեղ ծաղիկ է հավաքում։ Տղան գնում է իր նշանածի մոտ, վիշապն ասում է. աղջի, մազի այդ փաթաթի իմ վզովը։ Աղջիկը փաթաթում է, վիշապը ծղրտում է, մորթը պատռում, դուրս է գալիս մի 25 տարեկան տղա, այնտեղ կանգնում։ Տղան ու հարսնացուն գալիս են սրանց մոտ։ Տղան թուրը քաշում է, որ այդ տղային սպանի։ Այդ տղան ասում է. սպասիր, այ տղա, էս իմ քիրն է, բերեցիր իմ մոտ։ Շատերին էի ղրկել, որ բերեին, գնացել էին, չէին բաշարել։ Ես իմ քրոջը բաշխեցի քեզ։ Տղան էլ ասում է. իմ նշանածը բաշխեցի քեզ։ Նոր ձիերը նստում են, 2 աղջիկ, 2 տղա գնում թագավորի մոտ։ Լուրը հասնում է թագավորին, աչքդ լիս, տղետ եկավ։ Թագավորը վեր է կենում, զորք ու զորապետով գնում տղայի առաջը։ Չինմաչինի թագավորի աղջկան իր տղայի հետ պսակում է, 7 օր 7 գիշեր հարսանիք անում։ Ժամանակ է անցնում, թագավորի տղան ասում է. Չինմաչինի թագավորի տղին տանեմ հոր մոտ։ Թագավորի տղան, Չինմաչինի թագավորի տղան ու հարսնացուն ճանապարհ են ընկնում գնում, հասնում են Չինմաչինի թագավորի երկիրը, գնում են թագավորի պալատի առաջ վեր գալիս, թագավորին լուր են տանում։ Աչքդ լիս, որ տղետ եկավ։ Չինմաչինի թագավորը ուրախանում, աշխարհով մին է լինում, գալիս է իր փեսայի ճակատը համբուրում, ասում. ապրես տղա, որ իմ որդուն ազատեցիր, ինձ հասցրիր։ Չինմաչինի թագավորը տղային պսակում է այդ աղջկա հետ, 7 օր 7 գիշեր հարսանիք են անում։ Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։